Ողջույն բոլորին, ձեզ միշտ ներկայացնում եմ նոր բացող կինդերներ, այսօր որոշեցի ձեզ ցույց տամ իմ վերջին ձեռքբերումը, որը իր մեջ պարունակում է տարբեր ժամանակների, տարբեր տարեթվերի խաղալիքներ, կինդերներ, եթե մոտապես արդեն ես նայել եմ 90-ականների կեսերից մինչև 2000-ականների կեսերը, այսինքն 10 տարվա կինդերներ է պարունակում ու ասեմ, որ ինչքան նայեցի այս կինդերներին, այնքան ավելի շատ սիրեցի նախորդ տարիների 90-ականների հատկապես կոնկրետ արտադրված թողարկված խաղալիքները, որի մեջ մտնում են շատ տարբեր հետաքրքիր, գեղեցիկ, ավելի էսթետիկ, ավելի հրաշալի նույնիսկ կարող եմ ասել խաղալիքներ են, սկսած իր փայտից սարքած տրանսպորտի միջոցները, որը 90-ականներին կինդերներ բացողներ կհիշեն, թե ինչ գեղեցիկ խաղալիքներ էին, քանի որ չեմ ուզենա այսքան երկար տեսանյութ լինի, կձանձրացնի իհարկե դա շատերին, այստեղ մոտ 200 խաղալիք կլինի կոպիտ հաշվարկով, բնականաբար հատ-հատ ցույց չեմ տալու ձեզ, բայց որոշ բաներ կփորձեմ ցույց տալ։ Մի հատ նայեք այս դինոզավրիկին, գլխակը առանձնանում է, բայց չեմ ուզում հիմա հանեմ, ումն այստեղ մի փոքր անդրադառնամ առանձին այս դինոզավրիկին ու շարունակեմ։ Այս դինոզավրիկը 90-ականների 95 եթե չեմ սխալվում թվականի ֆիգուրա, 10 ֆիգուրա ամբողջ հավաքածուն ու այստեղ ինչ է, իրանք շինարարներ են, ու նայեք ինչ գեղեցիկ միտք են դրել։ Դինոզավրը իր բերանից դուրս եկող կրակի միջոցով կռում է խողովակը։ Նայեք գույների համադրությունը, մի հատ նայեք իր որակը, սրանք կոչվում են նաև մոնոլիթներ։ Սրանք 90-ականների ամենապոպուլյար, ամենասիրված, ամենասպասվող խաղալիքներն էին, այն ժամանակ կինդերները արժեին 200-250 դրամ հետո դարձավ ու այդպես բարձրացավ մինչ օրս կինդերները արդեն 590 դրամ են։ Բնականաբար տարիների ընթացքում թանկանալու է ամեն ինչ, մի խոսքով ձեզ մի փոքր ներկայացնեմ։ Ինչ եմ անելու։ Տարանջատելու եմ, առանձնացնելու եմ իրարից, այստեղ մենք թենիս խաղացող ունենք եւ ամենասիրված թեմաներից է բոլորի։ Ես շատ եմ սիրել, բոլորը շատ եմ սիրել։ Ես նույնիսկ հիշում եմ իմ ամենաառաջի կինդերը, որ այս թեմայից էր, բայց այնտեղ կոկորտիլոսի թևի տակ գիրք կար։ Որոշ մարդիկ հիշեն, եթե ինչ-որ մարդիկ կան, որ հիշում են այդ կոկորտիլոսը կամ բացել են, խնդրեմ այստեղ արձագանքեք ու ոչ միայն այդ թեմայով, ով ինչ ունեցել է, ով որ թեման է ավելի շատ սիրում, այդ կոկորտիլոսին իմ օրաքուրն էր ինձ նվիրել, եթե չեմ սխալվում 93 թիվն էր, դեռ դպրոց չէի գնում և մինչև օրս պահել եմ։ Շատ եմ սիրել թզուկներին, տեսնենք այստեղ ես արդեն նկատել եմ, բայց ոնց որ չկա, ահա, այս թզուկներին էի շատ սիրում, թզուկ պապիներ երևի կարելի ասել, սա այգեպանն է, կամ սիրահար թզուկն է, որ ծաղիկներ է տանում, չէ, այգեպանը գոգնոցից, և ինչու ոչ կարող է այգեպանը հենց սիրահարված լինի ինչ-որ մի կնոջ ու ծաղիկներ է տանում։ Նոստալգիա եմ ապրում, մանկությունից եմ հիշում և տարեցտարի հասկանում, որ հիմիկվա կինդերները ճիշտ է գեղեցիկ են, վատը չեն, բայց երբ որ համատում ես սրանց հետ, արդեն տեսնում ես, թե ինչ տարբերություն կա։ Կամ օրինակ սա նայեք, մեքսիկացին գիտար է նվագում, ու մինչև մեխանիզմը աշխատում է, տեսեք։ Գիթառը նվագում է մեր մեքսիկացի երաժիշտ եղբայրը, այնտեղ կա նաև ինչ-որ թմբուկներով։ Ընթացքում էլի որոշ բաներ ցույց կտամ, մի փոքր սրան, այստեղ մեքենաներ մենք ունենք, որը կորավ։ Սա է ուզում ձեզ ցույց տալ, բայց չկա, հա, մեր ամենահայտնի բեգեմոտիկները, Happy Hippo-ները, այս արդեն քիչ մաշված է։ Սա մեր նավապետն էր ամենահայտնի։
Այնտեղ մենք ունենք գլխակներով, ցիլոներով տարբերակներ։ Հետո եկան արդեն 2000-ականները, որտեղ արտադրում էր էլի լավ խաղալիքներ, բայց արդեն այն չէին 2000-ական 10-ականներից արդեն կարելի ասել շրջադարձային ձևով վերջացավ։ Տերև հավաքող մեր թզուկ պապին։ Մատ նայեք ինչ մանրակրկիտ գործ է արվել։ Ափսոս որ այստեղ ձերքը չկա, ձերքը կոտրված է, պոկվել է երևի։ Հիմա այսպիսի բան կարտադրեն չեմ կարծում։ Հիմա ավելի հեշտ լինելով ավելի թանկ հիմիկվա կինդերները, ավելի ինչ որ պրիմիտիվ են դարձել։ Լավ, հիմա ես մի քիչ ռասպասովկա ասածը անեմ, տարանջատեմ, խմբավորեմ, այսպես ասած, ըստ թեմաների, տրանսպորտները մի կողմ, այս ֆիգուրները 90-ականների մեջ մի կողմ կդնենք, օրինակ սա ես գիտեմ, որ պետք է ունենա օբյեկտիվ, ֆոտոապարատի առաջ օբյեկտիվ պետք է ունենա, եթե դա գտնենք, ասեմ դժվար է գտնելը դա։ Ու ինձ շատ լավ է, կտեսնենք, միգուցե գտնենք, չգտնենք էլ ոչինչ։ Տեսնենք ամբողջականից քանի ամբողջական եւ լավ վիճակում, ոչ մաշված, ոչ կոտրված, ոչ պակաս կինդեր դուրս կգա, կշարունակենք։ Ուրեմն սկզբի համար ինչ եմ անում։ Քանի որ նկատեցի արդեն բավական այստեղ կան ոչ կինդեր ֆիգուրներ, առաջինը առանձնացնում դրանք անհայտ եւ հայտնի ծագման ոչ կինդեր խաղալիքներ։ Օրինակ ես սրանք ընդհանրապես չեմ սիրում։ Այս տարբերակները այստեղ չգիտեմ Marvel այսպիսի ֆիգուրներ կան, որոնք եւ լավը չեն ուղղակի առանձնացնում եմ, բայց կան այստեղ ոչ կինդերներ, բայց հաջող ֆիգուրներ։ Սրանք էլ տարիների առաջվա արտադրված ֆիգուրներ են։ Նայեք Mickey Mouse-ը։ Ես սրանք սիրել եմ, իրանք ճիշտ է կինդեր չեն, բայց հաջող տարբերակներ են։ Donald Duck-ն է։ Ամաննորա թողարկում էր, սա լավ հիշում եմ, տարիների առաջվա։ Սրանք էլ եմ առանձնացնում։ Այստեղ ունենք նաև Chupa Chups։ Chupa Chups-ն ինքը բավականին որակով, սա չգիտեմ ինչ է։ Այս տարբերակները օրինակ կինդեր չի, ինքը ռուսական ձվիկներից դուրս եկած ֆիգուրներ են, բայց բավական հաջող են։ Նայեք օրինակ տարբերությունը։ Սա ոչ կինդերն է, եթե չեմ սխալվում Chupa Chups-ն է։ Սա կինդերն է։ Սա ավելի փափուկ ռեզին է համատած, սա ավելի պինդ պլաստիկ է։ Իհարկե կարծում ավելի որակով է, բայց սա էլ է լավ ստացվել։ Այստեղ հիշում եմ նաև ունենք 7 թզուկներն եմ տեսնում, այսպիսի ոչ կինդերներ, փնփնթանն է, այսի արդեն դենգի արտաշինից երևում է։ Արագացնենք մի քիչ։ Սրանք ուզում եմ ձեզ ցույց տամ, ճիշտ նայեք, ինչ գեղեցիկ է մեր իշուկը, ամանորյա իշուկն է։ Սրանք ուզում եմ ձեզ ցույց տամ միաժամանակ, բայց նաև չեմ դու շատ ժամանակ անցնի, սա չգիտեմ ինչ են ցանպես, սա էլ։ Մի խոսքով առաջի խմբով առանձնացրել եմ ամբողջ այստեղ, հիմա ցույց կտամ ինչքան եմ առանձնացրել։ Այստեղ նույնիսկ բնական խմուճ գտա։ Իսկ ով է հիշում Դորային, ում մանկություն է անցել Դորայի մուլտֆիլմներ նայելով։ Օրինակ սրանք մեր մանկության մուլտֆիլմներն են։ Օրինակ այս տիեզերանավերը, երբ որ իրան ժամանակ բացում ենք անում ենք, այդքան էլ չի սիրում, բայց հիմա շատ եմ սիրում։ Իսկ այս սկեթերը, որ պետք է մատերին հագցնենք ու քշենք, կամ ջրով մատանի, կամ բադմինտոն, կամ այսպիսի պտուտակներ, ֆրիկներ, այդպիսի բաներ այդպես չսիրեցի ու չեմ կարծում, որ կսիրեմ մի օր։ Որքանով փորձեցի դասավորեցի, արդեն բավական ուշ է, եթե ուզում եմ ես ամբողջ այսպես դասավորեմ, գիշերը չեմ քնի երևի։ Ացրեցեք այսքան ոչ կինդեր հանեցի, մնացածը ամբողջը կինդեր են, կեսի շատ դեռ պետք է ես
այնտեղ դետալները գտնեմ, քանի որ կինդերներ բաղկացած է դետալներից։ Դա եւի կմնա արդեն առավոտյան։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, ինչու հիմա չեն արտադրում այսպիսի խաղալիքներ, օրինակ այսպիսի ասպետ կարելի ասել, այն էլ մեխանիզմով, կամ այսպիսի իշխան արքա, կամ այսպիսի Tom ու Jerry's, ու շատ այսպես հերոսներ ունենք, Looney Tunes, չնայած թեմաները հիմա կան իհարկե, միգուցե մի քիչ ավելի մեր համար նոստալգիա է առաջացնում, մեր մանկության խաղալիքները մեզ ուղղակի ավելի հուզական ձև է հաճելի, հետաքրքիր, բայց ամեն դեպքում որքան որ նայենք սուբյեկտիվ, օբյեկտիվ, համատենք 90-ականների, 2000-ականների սկզբերի ֆիգուրները ինձ ավելի շատ էին դուր գալիս։ Հիմա էլ են դուր գալիս, բայց դե մանկության հուշերը ամենաքաղցր հուշերն են։ Շատ տարբեր բաներ կան այստեղ, որ մեկը ձեզ ցույց տամ։ Այլի մեքսիկացուն էսել ուրիշ տարբերակ է, նայեք, թմբուկ է, թե ինչ է նվագում։ Այնքան շատ են ուզում հաթ ցույց տամ, բայց ժամանակը կկորի, կամ այսպեսի մենք թրթուր ունենք սնկի վրա։ Ու շատ են։ Թեկուց այսպիսի ծաղրածու։ Այսօր 2026 թվականի հունիսի 23-ն է, այս անգամ այսքանը, առայժմ։